Ողջույն թանկագին ընկեր, այս 3 ամիսները լի էին հրաշքներով, վկայություններով, թե ինչպես էին մարդիկ մայրանում, ինչպես էր հաշվանդամը քայլում եւ իրականում ինչպես էր մեկը, որ մահամերձ պարկած էր, բժիշկները հույս չէին տալի ապրելու, Տերը եկավ եւ հրաշք արեց, ինչպես էին խասկեղով մարդիկ բժշկվում եւ իրականում այստեղ մի վկայություն, չգիտեմ ինչու հենց այս վկայությունը սրտից դրվել է, որպեսզի ձեզ հետ կիսվեմ եւ ասեմ ձեզ ամեն մի վկայություն, որ մենք ունենք, դրանք բոլորը փաստաթղթերով են։ Փաստաթղթերով են, այնպես չի, որ մեկը զանգեց, ասես, գիտեք ինչ, ես սրտից հիվանդ էի, սիրտս բժշկվեց։ Մենք միշտ ասում ենք, բժշկից թուղթ կա թե չկա։ Եվ շուտով այս մարդիկ կլինեն մեզ մոտ եւ մենք նկարահանում կանենք, բայց հիմա ես ուզում եմ, որ դու լսես դա։ Ռոման եղբայր ջան, փառք Տիրոջը, փառք Հիսուսին, փառք Աստծուն, մեր ամենակարող Տիրոջը, իր հրաշքի, իր գործերի, իր համար, չգիտեմ, սիրտս սենց տեղիցս պոկվում է։ Փառք Տիրոջը, անալիզներս լավ են։ Իմ վիճակը ինձի շատ 2 ամիս առաջ շատ անհույս ձևով իրանք տուն էին ճանապարհել ու ոչ մի հույս չէին տվել, ոչ մի ասել էին, որ այս տեսակ, եթե այս տեսակ տարածվել է կարճ ժամանակում քաղցկեղի այդ մետաստազները, լյարդի, թոքերի, գեղձերի, որտեղ ասես այնքան շատ, որ իսկ հիմա այդ բոլորը հետ են քաշվել, որ իրանք ասում են սենց թեթև քիմիայով սենց բան անհնարին էր, ես իրանց մոտ ասացի, որ հնարավոր է մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ես իրանց մոտ բժիշկների մոտ ծնկի եմ իջել ու փառք եմ տվել։ Սիրելիս, Քրիստոսը չարչարվեց, մահացավ, նրան մտրակներով խփում էին, նրան մերկացրել էին, ծաղրում էին, փշե պսակ էին դրել նրա գլխին, գիտեք արյունը ջրի պես գնում էր, կաթում էր, եւ գիտեք Քրիստոսի մտքում միայն մի բան կար, ես այս ամենը պետքա կրեմ, որպեսզի ես ազատեմ սատանայից եւ հիվանդություններից եւ այն անեծքներից, որոնք որ այս աշխարհում կա, որը որ եկել է քո կյանքում։ Սիրելիս, Հիսուսը մահացել է, որ դու նախ եւ առաջ ունենաս փրկություն, հաշտություն երկնքի հետ։ Համար երկրորդ բանը նա մահացել է, որպեսզի ունենաս առողջություն, կյանք եւ ավելին։ Համար երրորդը ազատություն մեղքերից, կապանքներից։ Եվ եթե դու մարդ ես, որը որ ունի այսօր հրաշքի կարիք, ես քեզ ասեմ, հրաշքը դա Քրիստոսն է։ Ընդունելով Քրիստոսին դու ընդունում ես կյանք եւ հրաշք։ Սիրելիս, եթե դու ունես աղոթքի կարիք, ես այստեղ թողում եմ հեռախոսը համար։ Կապնվիր մեզ հետ, մենք աղոթենք քո համար։ Իրականում ասեմ, այնքան շատ են հրաշքներն ու վկայությունները, բայց ես մի բան կարող եմ ասեմ, իմ Աստված մեռելներից հարություն առե։ Նա հրաշքներ էր արել, հրաշքներ անում եւ հրաշքներ կանի։ Եթե դու ընդունես Քրիստոսին քո կյանքի մեջ, Քրիստոսը կարա փոխի քո կյանքը, հրաշք կա քո կյանքի համար։ Գիտես, միգուցե այս քուրիկի նման բժիշկները վերջ չեն դրել քո կյանքի վրա, ասել են ամեն բան վերջանում է, ես քեզ ասեմ, որտեղ որ մարդիկ վերջակետ են դնում, Աստված այնտեղ նորն է սկսում։ Մենք դեմ չենք բժիշկներին, բայց մենք դեմ ենք սատանային, եւ ասեմ քեզ, ունենալով Հիսուսին, դու ունենում ես կյանք։